24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում է, հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Ինչ տպավորություններ դուք ունեք, ինչ կառանձնացնեք։ Գիտեք, տեսեք, Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ արտաքին ոյաժների մեջ է, Մոսկվա, այնտեղից թռչում է Նյու Յորք, հետո պիտի գա Ստրասբուրգ ԵԽԽՎ նստաշրջանի մասնակցի։ Իհարկե դա շատ զարմանալի մի օրակարգ չի, պետական գործ չի որևէ պետության ղեկավարի համար, բայց իմ տրամաբանությամբ նա նույնիսկ արտաքին քաղաքական այցերը հիմա ամբողջովին համապատասխանեցնում է ընտրական տրամաբանությանը, անթակույց էլ դա անում են, թե ներքին քաղաքական առումով, թե արտաքին քաղաքական, եւ Նիկոլ Փաշինյանը ընտրական ցիկլից առաջ փորձում է իր կամպանիան, ընտրական ցիկլը ապահովագրել աշխարհաքաղաքական բոլոր ազդեցիկ կենտրոնների հնարավոր ռիսկերից։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է։ Բայց այցելություններով այդ ռիսկերը մեղմում են։ Դե իհարկե, օրինակ ռուսների հետ որոշակի բռնում ունեն ոնց որ այգի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին, խոսքը գնում է մինչև 2036 թիվը կարծես, նա մասնակցում է գլոբալ ատոմային համաժողովին, այդ շրջանակներում ըստեյության Պուտինի հետ հանդիպել, Միացյալ Նահանգների հետ գիտեք ինչ օրակարգ է այնտեղ այդ թրիփի հետ կապված, այսինքն ինքը փորձում է այս փուլում կառավարել բոլոր այն հնարավոր ռիսկերը, որ արտաքին պարտներների հետ կարող են առաջանալ։ Ինչ որ կանխատեսելի հարաբերությունների համակարգ է փորձում ձևավորել, ինչը նախընտրական տրամաբանության տեսակետից միանգամայն հասկանալի է։ Այսինքն բոլոր կողմերից կարող է աջակցություն ստանալ Նիկոլ Փաշինյանը։ Եկեք աջակցություն չասենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի ըստեյության արտաքին աջակցություն շատ մեծ չափի պետք է չի, ավելի շուտ հնարավոր միջամտություններից ու ռիսկերից է փորձում ապահովագրել իր իշխանությունը։ Գործող իշխանությունները որպես կանոն ավելի շատ մտածում են ռիսկերից ապահովագրվելու, քան աջակցության մասին։ Որովհետև այսպես թե այնպես նրանք բավականին մեծ ռեսուրսների են տիրապետում, ով է լինի իշխանության։ Եվ ավելի շատ նրանք մտածում են չփչացնել հարաբերությունները որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Բայց ինչ ռիսկեր կան։ Իշխանափոխության ռիսկեր կան։ Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է ըստեյության աշխարհաքաղաքական մեկ կենտրոնի սատելիտի, այսինքն բալանսավորված արտաքին քաղաքականություն չի վարում էությամբ, բովանդակությամբ, եւ ինքը կարող է կանխատեսել, որ այլ կենտրոններից կարող է հակազդեցություն լինել։ Հիմա ասում եմ, փորձում է այդ սուր կողմերը հարթել։ Կստացվի թե չէ կամ ընդհանրապես ընտրական կոնֆիգուրացիան ինչպես կստացվի, դա այլ հարց է, ես ասում եմ, ինչպիսի մտադրություններ նա ունի։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործման հարցն ու երկկողմ հարաբերությունները։ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռուսատոմն այժմ աշխատում է այդ ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է, նշել է Պուտինը։ Այսինքն դուք հաստատում եք իմ ասածը, նա փորձում է ինչ-որ հարցերում էլ կոմպրոմիսի գալ ռուսների հետ, իսկ ատոմակայանը ռուսների համար շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի, չմոռանանք, որ ենթակառուցվածքներ են, որոնց միջոցով նրանք փորձում են նաև Հայաստանի վրա ազդել։ Այսինքն այն մեջբերումը, որ դուք բերեցիք, գալիս է հաստատելու իմ պնդումը, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այնպիսի հարաբերությունների համակարգ ձևավորել, որպեսզի լրացուցիչ ռիսկեր ընտրական կամպանիայում չառաջանան։ Մոդուլային ատոմակայանները, որը կառուցում է, այս ամեն ինչը չի հակասում եկում մյուսին։ Իր ընդհանրապես իր քաղաքականությունը ծայրից ծայր հակասությունների շղթա է։ Մի կողմից Եվրամիությանը ինտեգրվելու
օրենք են ընդունում, մյուս կողմից Շանհայի կազմակերպության անդամակցելու դիմում են ներկայացնում։ Մի կողմից ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ, մյուս կողմից ասում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չունենք։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն նրա ամբողջ քաղաքականությունը կոնտրաստային է, բայց եթե նայում ենք իր քայլերի տրամաբանությունը, նա ավելի շուտ երկիրը վերածել է արևմտյան ուժերի ֆորպոստի, այնուամենայնիվ կրկնում եմ, քանի որ որևէ առումով Նիկոլ Փաշինյանը մեծ վստահություն չունի իր պայմանավորվածությունների վրա, նա փորձում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ ինչ-որ հարաբերությունների բալանս պահել, որպեսզի ընտրական ցիկլում ապահովագրված լինի։ Իդեպ կառավարությունը տեղեկացնում է, որ Փաշինյանը մեկնել է Միացյալ Նահանգներ, Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ 8-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Ինչ սպասենք այս հանդիպումից, ինչ հարցեր կբարձրացվեն։ Լրահոսում տեղեկատվություն չկար, որ ինքը Նյու Յորք է ժամանելու, նույնիսկ ընդհակառակը այլ տիպի խոսակցություններ կային, ինչու է Ալիևը գնացել, իսկ նա գերադասել է այնտեղ ուղարկել Արգորստան Արարատ Միրզոյանին։ Մյուս կողմից չեմ կարծում այս կարգի այցերը սպոնտան կազմակերպվեն։ Չէր ներկայացվում, որ կամ չէր ներկայացվում, կամ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջի պահը չի կողմնորոշվել մեկնի թե չէ, ըստ անհրաժեշտության գուցե որոշել է մեկնել, բայց հրավերը հաստատապես ավելի վաղ է ստացել։ Դե գիտեք, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերը սովորաբար լավ առիթ են, որպեսզի այս կամ այն երկրի ղեկավար ներկայացնի իր պետության առաջնահերթությունները, այլ խնդիր է, թե ինչպիսի առաջնահերթություն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, չնայած խիստ կանխատեսելի է, այլ խոսալու է խաղաղության օրակարգից, անշրջելի խաղաղությունից, որ իբրև թե հաստատվել է տարածաշրջանում։ Նախորդ ելույթն էլ որ ՄԱԿ-ում կար, շատ քննադատվեց, որ կարևոր ասել հիմա առավել եւս առիթ ունի այդպես խոսելու։ Կրկին չէր խոսել, Վաշինգտոնից հետո ես կարծում եմ շատ մեծ նորություններ չենք լսելու, որովհետև ընդամենը մի շաբաթ առաջ իրենց կուսակցության համագումարն էր, մի քանի հարթակով ելույթներ ունեցավ համագումարում, հետո ասուլիս, առանձնապես նույնիսկ այդ շատ երկարաշունչ ելույթներում նոր բան չասեց։ Իսկ այդ համագումարից ինչ տպավորություններ ունեք։ Փաշինյանը անոնսեց իր հետագա անելիքները, 4-րդ հանրապետության մասին խոսեց, ասաց հանրակրվեներ կանենք ընտրություններից հետո։ Բացի այդ նաև տեսեք, այդ համագումարի ամենակարևոր ընդհանրապես վերջին մի 7-8 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ որ մեծ հաշվով նոր բան չի ասել, սկանդալային մի քանի հայտարարության հեղինակ է դարձել։ Մեկ է 4-րդ հանրապետության թեզն է։ Ընդհանրապես հանրապետությունները թվակալելու կամ համարակալելու մշակույթ կա Ֆրանսիայում, դա պայմանավորված է որոշակի տրամաբանությամբ, այսինքն առաջի 3 հանրապետությունը օրինակ ֆրանսիական միապետությունների տապալման եւ հանրապետությունների ստեղծման մասին են։ Ֆրանսիական 4-րդ հանրապետությունը ստեղծվել է նացիստական օկուպացիայից հետո եւ 5-րդ հանրապետությունը արդեն կապված է կառավարման ուժեղ համակարգի նախագահական ուժեղ կառավարման ներդրման հետ եւ Դե Գոլի ուժեղ իշխանության հաստատման հետ։ Մինչեւ այսօր գործում է 5-րդ հանրապետությունը։ Հարավային Կորեայում ինչքան փոխում է սահմանադրությունը, այնքան հանրապետության թիվը փոխվում է, օրինակ հիմա 6-րդ սահմանադրության ընդունումից հետո իրենք ունեն 6-րդ հանրապետություն։ Գիտեք, 4-րդ հանրապետության խոսույթին կարելի էր փիլիսոփայորեն մոտենալ, նույնիսկ պատմագիտական կամ քաղաքական դիսկուրս ունենալ այդ հարցի շուրջ, եթե դա չստեղծվեր 3-րդ հանրապետության ուրացման գնով։ Այսինքն էվոլյուցիոն զարգացման հետևանք լիներ, ոչ թե մեր պետականության քաղաքական եւ քաղաքակրթական ինքնության ոչնչացման հաշվին ձևավորեր։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանը խոսում 4-րդ հանրապետությունից։ Երկու գլխավոր մոտիվ կա։ Մեկը նա փորձում է իրեն ներկայացնել որպես նոր հանրապետության հիմնադիր, ստվերելով այն հանգամանքը եւ իրական հանգամանքը, որ ինքը ազգային մեծ աղետի ճարտարապետ է, հա։
Այսպես ինքը փորձում է ներկայացնել, որ ոչ թե աղետ է բերել, այլ նույնիսկ մեզ հանրապետություն է պարգևում։ Վերջապես խաղաղություն է հաստատել։ Այո, դա կեղծ կատեգորիա է, մենք գիտենք, որ խաղաղություն հաստատված չի, եթե առիթի այդ մասին եք խոսենք, եւ երկրորդ շատ կարևոր խնդիր ունի նա լուծելու, 4-րդ հանրապետության փաթեթավորման փորձում է ինքը քողարկել այն նվաստացուցիչ զիջումը, որ անելու է Ադրբեջանի։ Այդ մասնավորապես նոր սահմանադրության ընդունումը, գիտենք, որ դա մաքուր ադրբեջանական պահանջ է, դեպ իր մարզահամերգային համալիրում ունեցած ելույթին զուգահեռաբար Ադրբեջանի ԱԳՆ-ն էլի կրկնում էր այդ պահանջը, հենց նույն օրը, շաբաթ օրը։ Երկրորդ հայտարարությունը, որ արդեն որևէ երևակայության մեջ չի տեղավորվում, դա իսկապես չգիտեմ ինչ անուն նույնիսկ տամ, այդ հայտարարությունը դեպ ինչի մասին հիմա կխոսեմ, հետևանքներով Արցախի կորստից էլ ծանր է, եւ ծանր է նստելու մեր վրա, դա այն հայտարարությունն էր, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, նաև մյուս երկու նախագահներին ուղիղ տեքստով մեղադրեց Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինուժի ներկայացուցիչներ տեղակայելու համար։ Հետո արդեն գրառում արեց Facebook-յան կրկին Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրելով Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա այլ կերպ հնարավոր չի որակել։ Բայց ինքն էլ այդ զինուժը տեղակայել։ Ուղիղ ցույց, դե ինքը ասում է, ես սկզբում չէի հասկանում, հետո գիտակցել եմ։ Այո, իհարկե։ Եթե սխալ է, էլի վերջին տեղացել։ Ամեն դեպքում։ Կինը ջոկատեր կազմել։ Ամեն դեպքում սա ուղիղ ցուցմունք է Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև փաստորեն առաջի անգամ Հայաստանի ղեկավարը հնչեցնում է մի հայտարարություն, որով Բաքվի 30 տարիների թեզը լեգիտիմացնում է, այն մասին, որ Հայաստանը իբրև թե օկուպանտ եւ ագրեսոր է եղել։ Եվ ինչով է մեղադրում են հիմա Արցախում ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Լրիվ լեգիտիմ հիմքեր է ստեղծում, որ Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրեն, ռեպարացիաների խնդիր բարձրացնեն եւ նոր նվաստացուցիչ պահանջներ դնեն Հայաստանի առաջ։ Ուրեմն մյուս կողմից նա ամբողջովին խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքներ գրավելու կամ օկուպացնելու մասին չէր։ Դա ինքնորոշման իրավունք էր, որը հիմնվում էր միջազգային հիմնարար փաստաթղթերի վրա, օրինակ ՄԱԿ-ի կանոնադրության, Գլխավոր ասամբլեայի 1960 թվականին ընդունված 1514 բանաձևի վրա, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, որը ընդունվել է 1975 թվականին։ Սա ինքնորոշման խնդիր էր եւ հայ զինվորը Արցախում պաշտպանում էր ֆիզիկական անվտանգությունը Արցախի ժողովրդի եւ նրա ինքնորոշման իրավունքը։ Եվ միշտ էլ Հայաստանի ղեկավարները ասել են, որ փող զիջումների պատրաստ են, եթե ստեղծվի անվտանգության երաշխիքներ։ Իսկ ինչ որ բան օկուպացնելու խնդիր չի եղել։ Շատ ծանր տպավորություն եմ ես ստացել այդ հայտարարությունից, ասում եմ ինքը նպատակը ո՞րն էր, բացատրություն ունեք դուք այդ հայտարարության։ Գիտեք, դժվար է այդպես բացատրություն գտնել, որովհետև համաշխարհային պատմության մեջ ճիշտ ասած ես նման նախադեպ չեմ հիշում, որ պետության ղեկավարը իր երկրի դեմ ցուցմունք տա։ Հիմա դժվարանում եմ ռացիոնալ որևէ մոտիվ գտնել, էլի տեղավորեք դա Ադրբեջանի ինչ-որ պահանջներ կատարելու համար նախապայմաններ ստեղծելու տրամաբանության մեջ եւ տեղավորեք նրա մեջ, որ նա այդ 4-րդ հանրապետության թեզը պիտի տենց առաջ տանի առանձնահատուկ ձևով տարբերվող նախորդներից եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել մեր ժողովրդի ինքնությունը։ Բառախաղ չստացվի, բայց մենք մի հատ շատ վտանգավոր փակուղու մեջ ենք հայտնվել։ Ժողովուրդը չկարողացավ փոխել կամ չի կարողանում փոխել Նիկոլ Փաշինյանին, դրանից առիթավորված նա փորձում է փոխել ժողովրդի ինքնությունը։ Իսկապես շատ բարդ ճակատագրական երկընտրանքի առաջ են կանգնած, որտեղ Նիկոլ Փաշինյանը եթե միջև օգոստոսի 8-ը դա քողարկված էր անում, օգոստոսի 8-ից հետո տեսեք քանի սենսացիոն սկանդալային հայտարարություն արեց։ Այս վերջինը ինչի մասին խոսում էինք, օգոստոսի 23-ին ըստ էության խոստովանեց, որ գիտակցաբար է գնացել Արցախի կործանմանը։ Խոսեց 4-րդ հանրապետության մասին եւ դա հռչակեց որպես ԿՊ առաջնահերթություն, հետո պարզա որ պարտադրելու են դա մի ամբողջ ժողովրդին, որոնց դա տոտալիտար կառավարման ձև է,
ես ուշում եմ հիշեցնել, որ նաև իրական Հայաստանի գեղագիտության լոկացիայի եւ զարգացման ինչ-որ ծրագիր են մշակել, որը մշակույթը, կրթությունը, արվեստը պետական վերահսկողության տակ վերցնելու անթակույց փորձը։ Գնես ամբողջը Իդեպ ներողություն թատերական ներկայացման հետ կապված, երբ որ Փաշինյանը միջամտեց, դա այդ պահին խոսվեց, մոռացվեց, բայց իրականում դա Փաշինյանի քաղաքականությունն է, այսինքն այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ ինքը դեմ էր այդ ներկայացման ժամանակ ասված մտքին, այլ առհասարակ ինքը միջամտեց, այսինքն դա հետագա զարգացում է ունենալու, գործողություններ է ունենալու, այսինքն քարոզչություն է նա ուզում իրականացնել։ Հիմա մտել է Խրուշչովի դերի մեջ, այդ Ցիլոն ընդհանրապես ոչաբանությունը նման բան սովետական շրջանում եղել է Խրուշչովի իշխանության տարիներին, դες գրեիք միջամտություն մշակույթին։ Դե հիմա սպասենք, երբ Գորբաչովի խալը հայտնվելու ճակատին, ըստ երևույթին, որովհետև մենք ոնց նայում ենք Նիկոլ Փաշինյանի հետ կարծես թե սովետոլոգ է աշխատում եւ նրա մոտ հետաքրքիր էվոլյուցիա է Լենինի կեպի, հետո Խրուշչովի ցիլո, այդ հակու կապը նաև որոշակի բովանդակություն հաղորդում նրա գործողությանը եւ որպես արդյունք հայտնվելու է նա Գորբաչովի դերում, որը պետության կործանման հետ ուղղակի ասոցացվում մեր հասարակության մեծ մասի գիտակցության մեջ։ Գիտեք, միայն տոտալիտար երկրներում են ինչ-որ գաղափարախոսություն պարտադրում հասարակությանը։ Դեմոկրատիաների պարագաներում հենց գաղափարախոսությունների ու արժի համակարգերի մրցակցություն է դեմոկրատիան։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը գլխավոր աղբահավաքն է երկրի, գլխավոր դրամատուրգն է, մեր հոգևոր գուրուն է, իսկն հոգևոր հայրն է, եւ փորձում է, ասենք, մի Հուդայի միջոցով գծորտ ունենալ էշմիածնում։ Այսինքն ինքը բոլոր ոլորտներում իրան վերապահում է բացարձակ իշխանություն։ Մենք մոտենում ենք տոտալիտարիզմի շատ վտանգավոր Եվ որենք հասնելու։ Եթե ամեն ինչ համապատասխանեցնում է Փաշինյանը իրական Հայաստանին, այս դեպքում ինչ է լինելու։ Նախարարած Սարի հետ կապված մենք տեսանք ինչ։ Մենք վերածվելու ենք ադրբեջանական վասալիտետի, որտեղ օրինակ դուք կարող եք պատկերացնել, ես վստահեցնում եմ ձեզ, այն հայտարարությունը, որ մեր զինուժի Արցախի տարածքում գտնվելու մասին ինքը արեց, ես նույնիսկ կասկածում եմ Ադրբեջանի որևէ ֆորմալ դեսպան այդ նման հայտարարություն արել է, թե ոչ։ Ես ձեր հաղորդումներում ասում եմ, չէ՞, ինքը աշճանաբար վերածվում Ադրբեջանի դեսպանի Հայաստանում։ Ասում եմ, ԿՊ չկա, կա յենի Ադրբեջանի։ Հիմա այսպես որ շարունակվի, նաև խմբագրելու ենք գրականությունը մեր մշակույթը, որովհետև Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումներ կա, Արադ Սարի մասին։ Տեսեք, զինանշանի փոփոխության հետ միանշանակ ներկայացվել է։ Ընդ որում Արարատ Սարի պատկերը մեր խորհրդանիշների վրա երբևէ պահանջատիրություն չի ենթադրել։ Դա քաղաքակրթական հիշողության, մշակութային ժառանգության եւ մեր ինքնության խորհրդանիշ է, նաեւ բիբլիական խորհրդանիշ է։ Ես վստահել չեմ, որ Թուրքիայից են նման պահանջ դրել Հայաստանի առաջ։ Էսի էլի այն պատմության հետ գործ ունենք, որ ինքը փորձում է շողոքորթել Թուրքիային, կարծելով, որ եթե ինքը նման ընդառաջ քայլեր անի, ավելի բարիք վերաբերվեն թուրքերը իր հետ կամ ավելի սիրալիր կգտնվեն։ Ինքը չի հասկացել, որ Մոսկվան արդյունքներին չի հավատում արտահայտությունը շատ ավելի տիպիկ եւ տեղին է այս դեպքում Անկարայի համար։ Ինքը նույն ձևի կործանեց Արցախը։ Անշուշտ ձեզ հարցազրույց տված ԿՊԱ-ականներից էլ 2022-23 թվականներին նա անհեթեթ եւ հիմար արտահայտություն լսած կլինեք, որ բայ ինչ ահ Արցախի համար Զանգեզուրի չենք զոհաբերելու։ Այսինքն իրանք թիմով բանով կարծում էին, որ եթե իրանք փուռը տան Արցախը, օրակարգից դուրս կգա Զանգեզուրի միջանցքը։ Ինչպես տեսանք, Զանգեզուրի միջանցքը Արցախի կորստից հետո առհասարակ օրակարգից դուրս չեկավ։ Ընդհակառակը մենք կորցրեցինք մեր հաղթաթուղթը ու ավելի գրգռեցինք Ադրբեջանի ախորժակը։ Այսինքն այսպեսին է Նիկոլ Փաշինյանը։ Շատ հաճախ ինքը ադրբեջանական եւ թուրքական
պահանջներից եւ նախապայմաններից ավելին է անում, կարծելով, որ եթե զիջելու մեջ ջանասիրություն ցուցաբերի, իրան ավելի լավ աշտով կնային։ Շանս այստեղ մի տրամաբանություն կա, գուցե իր իշխանության իսկապես լավ աշկով են նայում, բայց ստացվում է, որ իր իշխանությունը ինքը պահպանում է մեր ազգային եւ պետական շահերի հաշվին։ Հիմա այս նույն տրամաբանությամբ է պաշտպանական բյուջեում 15%-ով կրճատումներ անում Փաշինյանը։ Շատ հետաքրքիր թեմա եք առաջ տանում, որտեղ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն ավելացել է։ Տեսեք, նույնիսկ երեք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթում նման հեղինակավոր թիվ 1 հարթակից, նույնիսկ Թրամփի ներկայությամբ Ալիևը չզլացավ Զանգեզուրի միջանցք արտահայտությունը օգտագործել։ Ամեն օր Ադրբեջանից մեզ հիշեցնում են, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, քանի դեռ մենք մեր տնային առաջադրանքը չենք կատարել, դրա տակ իրենք հասկանում են անպատճառ սահմանադրության փոփոխությունը։ Ամեն օր Անկարայից կամ ամեն առիթով Անկարայից մեզ հիշեցնում են, որ մոռանանք էական առաջընթացի հայ-թուրքական հարաբերություններում, քանի դեռ կարգավորված չեն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, այս դեպքում հասկանանք, քանի դեռ Հայաստանը միջև վերջ չի կատարել Ադրբեջանի պահանջները։ Այսինքն պարզ է, չէ՞, ընդհանուր Հայաստանը ապաշրջափակված չի, դրան գումարեք, մեր գերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, այսինքն ընդհանուր համատեքստը խոսում է այն մասին, որ ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատված չի։ Ավելին, քանի որ տեղը եկավ, ասեմ, թրիփ կոչված իրականում աշխարհաքաղաքական ականն է խաղաղության գործընթացի տակ, որովհետև խաղաղություն չի կարող հաստատվել, եթե աշխարհաքաղաքական բալանսը չի պահպանվում։ Իսկ թրիփը ինքը ամբողջովին սպասարկում աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնի շահեր, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա եւ հակառակը ոտնահարում է BRICS-ի անդամ երկրների կամ Հայաստանի այլ գործընկերների շահեր, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, ինչու՞ չէ, նաև Հնդկաստան, Չինաստան։ Այսինքն ինքը աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ է դարձնելու այս ձևով թրիփը Հայաստանը եւ ոչ թե խաղաղություն է բերելու։ Ու այս պայմաններում գնալ բյուջետի 15%-ի կրճատման պաշտպանական ծախսերի էլի նշանակում է տուրք տալ ադրբեջանական պահանջներին։ 100 տասնյակ անգամներ լավ ձեր եթերներում ասել եմ, որ Ադրբեջանի բոլոր պահանջները առանձին պետք չի թվարկել, որովհետև դրանք բոլորը տեղավորվում են երկու տերմինի մեջ։ Նրանք Հայաստանի առջև դրել են դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի կոշտ պահանջ։ Դրա համար է Նիկոլ Փաշինյանը պայքարում մեր պետականության քաղաքակրթական, քաղաքական հիմքերի դեմ, դրա համար է զինված ուժերի ռեֆորմի անվան տակ օրինակ կրճատվում զինծառայության ժամկետը, իհարկե տեղ նաև իր ընտրական հաշվարկները կան։ Հիմա շուտով թոշակն էլ այդ նույն պատճառը կբարձրացնի, բայց հիմա բանակից խոսենք։ Գիտեք, խնդիր չի, կարող է հաշվարկները արվի, իսկապես մեզ ձեռնտու լինի, որ զինծառայության ժամկետը 1 տարի լինի։ Կարող է հաշվարկ արվի, որ տեսնենք, չէ, այդքան ռեսուրս մոբիլիզացիոն եւ այլ չունենք, պետքա 2 տարի պահպանվի։ Բայց նախ ռեֆորմի մասին են մտածում գլոբալ զինված ուժերի, նոր անդրադառնում են զինծառայության ժամկետի ավելացման կամ կրճատման խնդրին։ Սա ճիշտ հակառակն է արել, որտեղ մի կրակոցով 2 նապաստակ է խփում։ Մի կողմից տասնյակ հազարավոր քվեներ է շահելու, որովհետև ֆոբիա ունեցող հասարակություն ենք, ու շատ ծնողներ ուրախանալու են, որ իրենց որդիները քիչ են ծառայելու։ Մյուս կողմից դա դրսում կարող է Ադրբեջանին մատուցել որպես զիջում հերթական, որովհետև 25%-ով կրճատվելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, չմտածված, չհաշվարկված, չակերտավոր ռեֆորմի հետևանքով։ Ասում են պրոֆեսիոնալ բանակ ենք ուզում ստեղծել, պայմանագրային զինծառայողներով։ Արգելի Էրմինե, ես պրոֆեսիոնալ բանակին դեմ չեմ, թերևս այդ բանակի լավագույն մոդելներից մեկն է։ Բայց նախ ստեղծում են պրոֆեսիոնալ բանակ, նոր ասում են զինծառայության ժամկետի կրճատմանը։ Բայց համաձայնվենք, ոչ թե եղածը քանդում են, հետո էլ
երկիմաստ պնդումներ են անում, այդ պրոֆեսիոնալը կստացվի, թե չի ստացվի։ Բայց համաձայնվենք, որ այս ամեն ինչը միայն Փաշինյանի որոշելով չի լինելու եւ կան մարդիկ, ովքեր եւս պետք է այս կարծիքը հայտնեն ոլորտի։ Ինչու են նրանք լռում կամ համաձայնվում Փաշինյանի այս որոշման հետ։ Ինքը եթե որոշել է անգամ ստեղծագործական ազատություն ունեցող դերասանի կամքի վրա բռնանա։ Ինքը եթե որոշել է ինստիտուցիոնալ տարանջատվածության մեջ գտնվող պետությունից եկեղեցու կյանքին միջամտի։ Ինչ է կարծում պետական իրավասության հարցերում ինչ-որ մեկը հանդգնելու է իրան դեմ խոսի։ Դուք միակ Դե եթե 1-2 հոգի լինեն չեն կարող հանդգնել, բայց եթե համախմբում լինի։ Գիտեք, քաղաքական լուծումներ են պետք սպասել, որ պետական համակարգում ընդվզումներ է լինելու։ Չնայած դրա ինչ-որ նշանները անիվի գործով կա եւ այլն, բայց դա մի քիչ այլ պատմություն է։ Բոլոր այն մարդիկ, որ համաձայնվել են եւ մինչեւ այսօր պետական բուրգում են, նրանք չեմ ասում որևէ մեկին անձնապես վիրավորեն, բայց նրանք բոլորը դարձել են ուսապարկեր։ Նաև խոսենք Փարաքարում տեղի ունեցած ողբերգության մասին, ինչի հետևանքեր այն ինչ տեղի ունեցավ, քննադատում են այն մարդկանց, ովքեր որ ասում են, թե պետք է կանխեին այդ Տեսեք, սպանությունը։ անկախ նրանից սպանության մոտիվը որն է, այսօր կարծես թե ինչ-որ բացահայտում են արել եւ ամեն ինչ տանում է դեպի Պաշտոնանկություն է նաև եղել։ Նաև դեպի վենդետան է տանում։ Այնուամենայնիվ սպանվողը քաղաքական գործիչ է, ընտրովի պաշտոնյա։ Եվ այստեղ երկու խնդիր կա, որ իշխանությունը պիտի աներ արդեն առաջինը ձախողել է, երկրորդն էլ չգիտեմ ինչքանով են համոզիչ այսօրվա բացահայտումները։ Ուրեմն Փարաքարում մերձավանում լարվածություն կար արդեն ամիսներ շարունակ։ Փետրվարին դեպքեր էին եղել, բոլորը խոսում էին, որ ինչ-որ բախում կա, չէ, տարբեր խմբավորումների, Սպանություններ եղել, կալանավորված անձիկ կային, նույնիսկ ընտրության ժամանակ էին խոսում այդ մասին, որ շարունակություն է լինելու։ Իսկ ինչու համար պետությունը կանխարգելիչ ֆունկցիա չի կատարել։ Կարող է այն պատճառով, որ ոստիկանությունը դարձել է ընդամենը մահակ եւ բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու քաղաքական շահերը։ Կարող է այն պատճառով, որ քանի որ ոստիկանությունը դարձել է մահակ, պրոֆեսիոնալները համակարգից դուրս են մղվում եւ պրոֆեսիոնալների պակաս կա։ Կարող է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն աշճանի է փտել եւ ճգնաժամի ախտանիշներ են նկատվել, որ այլևս բեսպրիձելի դեմ առնել Նիկոլ Փաշինյանը չի կարողանում, որտեղ մենք տեսնում ենք, որ Փարաքարի դեպքը թերևս հնչեղությամբ առանձնանում է, բայց միակը չի։ Հենց նույն օրը մասիվ ինչ-որ մանկապարտեզի մոտ էին կրակոցներ ընչել եւ այլն եւ այլն։ Ուրեմն կանխարգելիչ ֆունկցիան պետությունը տապալել է։ Սա խոսում է իրավապահ համակարգի կատարյալ ճգնաժամի մասին։ Հիմա եղել է հանցագործություն, մենք չգիտենք ինչքանով որակյալ այդ հանցագործության բացահայտումը տեղի կունենա եւ արդյոք էլի չի պահպանվի նոր ոչռագործության հիմքերը։ Գիտեք, ընդդիմադիրներից ոչ մեկ չի ասում ինչ-որ մարդ սպանելու ցուցում տվել է Փաշինյանը կամ որևէ այլ պաշտոնյա։ Նման պնդում որևէ մեկը չի Ուղղակի կանխելու ու իզուր են իշխանությունները այդ դիրքերից հարձակում գործում ընդդիմության վրա։ Մենք ասում ենք, որ դուք ստեղծել եք մի այնպիսի անարդյունավետ պետական համակարգ, որ ինքը անվտանգության սպառնալիք է դարձել Հայաստանի ու նրա ժողովրդի գլխին։ Ընդ որում թե արտաքին անվտանգության մասին է խոսքը, թե ներքին անվտանգության։ Երբ որ ասում ենք անվտանգություն, Պապոյանն ասում էր 30 տարվա ընթացքում օրը մեջ սպանություններ է լինում։ Հիմա ինչ եք եկել անընդհատ ասում սպանություններ է։ Ինչ էր ասում։ 30 տարվա մեջ օրը մեջ Իսկ իրանց իշխանության ժամանակ օրը մեջ ռազմոր կա ու կրակոց է։ Պապոյանը դասական անգրագիտություն է դուրս տալիս։ 90-ականների մասին են նրանք հաճախ խոսում կամ 2000-ականների։ Նախ որևէ մեկը չի արդարացնում, որ նախկինում տես բան ա եղել։ Բայց իրանք հեղափոխություն էին անում, որ բոլոր արատները վերացնեին։ Այսինքն իրանց հեղափոխությունը սուտ է, հա, հիմա մենք իրանց այլևս հեղափոխական չափանիշներով չտատենք։ Արմատներն այնքան խորն է, որ չեն կարողանում։ Հեքիաթներ են պատմում իրանք։ Երկրորդը 90-ականների ու 2000-ականների սկզբից հետո իրավիճակը գնալով կայունանում էր այդ առումով, այդ 90-ականներին տուրբուլենտության շրջաններ եւ էլի կրկնում եմ։
Այսինքն իրանց նախկինների աշկով սկսենք նայել։ Համարենք, որ հեղափոխություն չի եղել եւ իրանցից սպասելիքներ չունենք։ Փաստորեն, իրանք էդ են ակնարկում։ Մենք դե վաղուց գիտենք։ Շատ վաղուց գիտենք, որ իրանց ներսում, իրանց մոտ բոլորը պոտենցիալ շմայիստներ ու լիսկաներ են։ Շատ վաղուց այդ գիտենք։ Կարող են նման բացահայտումներ չանել։ Բայց շատ ավելի վատն է վիճակը, որովհետեւ թմրանյութերի այս առատությունը, հա, խայտարակ չափերի հասնող, ամեն օր թաղային ռազմորկաներ։ Գոնե գետինը մտնեն, չխոսան։ Երկու մարդ է սպանվել, որոնցից մեկը ընտրովի համայնքապետ է, մյուսը իրավապահ համակարգի ներկայացուցիչ։ Բայց եթե ընտրովի պաշտոնյան ու քրեական ոստիկանը պաշտպանված չեն, պատկերացնում եք քաղաքացու վիճակը սովորական, ինչքան անպաշտպանության ինչպիսի զգացում ունի որևէ քաղաքացի։ Իդեպ պետք է պահպանություն Իդեպ, եթե այս գործը ամբողջական չբացահայտվի, հիմա գիտեք ինչ, կարող է մեկի գլխին ջարդեն կամ ընդամենը կատարող հայտնի անազատության մեջ, բայց հնարավոր պատվիրատուն էլի ժողովրդական լեզվով ասած հովին լրվի իր համար։ Միջև նոր հանցագործության ականատես կլինենք, եթե ամբողջովին հանցագործությունը չբացահայտվի, հասարակությունը ինչ էլ ուզի կարող է կասկածել, ցանկացած կասկած կարող է լեգիտիմ համարվել։ Իսկ պահպանություն չպետք է տրվեր համայնքապետին, կարծում եք, եթե գիտեք, եթե Մերձավանում այդպիսի դեպք ա եղել, մանավանդ ինչքան հասկացա այդ Մերձավանի դեպքերից հետո սկզբում ազատազրկվել, հետո տնային կալանքի ռեժիմի է տարվել համայնքապետի եղբայրը։ Բայց եթե նման խնդիրներ կան, պետության կանխարգելիչ ֆունկցիայի մեջ մտնում է եւ այդ ձեր ասած անվտանգությունը ապահովելը եւ իշոր օպերատիվ եւ այլ գործողություններով նոր հանցագործության կանխումը։ Փաստորեն մարդիկ տեղեկացված էին եղել, իրավասու պաշտոնյաներ։ Եվ հանգիստ նստել նայել են, թե Սիրիայի հաջորդ ներկայացումը երբ է լինելու։ Գիտեք, անգործությունն էլ է հանցագործություն։ Բայց իրանք մեր հարկերի հաշվին ռոճիկ են ստանում։ Մեր հարկերի հաշվին թարմացնում են ավտոպարկերը իրանց սպասարկող։ Օպերատիվ ծառայությունների վրա ես ինչքան գումար է ծախսվում։ Թե օպերատիվ ծառայությունների միակ խնդիրը Բարսաշյան մի քանի պաշտոնյայի անվտանգությունը ապահովելն է, եւ մնացած իրենց անգործությամբ իրենք բեսպրիձել են խթանում, ինչի դրսևորումը տեսանք Փարաքարում Մերձավանում։ Իհարկե ցավակցում եմ Վարոդյա Գրիգորյանի հարազատներին, նաև ոստիկանի հարազատներին, նրանց համբերություն եմ մաղթում։ Սա իսկապես այդ կենցաղապետության կամ 4-րդ հանրապետության շատ խորհրդանշական մեկնարկ էր։ Այդպիսին է այն Հայաստանը, որի ազգային ողնաշարը կոդրված է, որտեղ բեսպրիձելն ու լրբությունն են որոշում հարաբերությունները։ Շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։